Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Կենթանասեր Սոֆիա Գալուստյանը դարձել է Գագիկ Պետրոսյանի խարդախության զոհը։ Մասնավորապես Գագիկ Պետրոսյանը կենթանասեր Սոֆիա Գալուստյանից 2025 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների ընթացքում եւ 2026 թվականի հունվար ամսվա ընթացքում մաս խարդախության եղանակով խաբեությամբ Սոֆիա Գալուստյանից հափշտակել է ընդհանուր 6 միլիոն 80,000 դրամ, իբր թե կենդանիների կացարան կառուցելու համար Սոֆիա Գալուստյանին հողատարածք վաճառելու մտածածին պատրվակով։ Այդ կապակցությամբ Սոֆիա Գալուստյանի կողմից Էրիկ Եղինյանից տրված նոտարի կողմից վավերացված լիազորագրի հիման վրա Սոֆիա Գալուստյանի ներկայացուցիչ Էրիկ Եղինյանս քաղաքացիով դատի եմ տվել Գագիկ Պետրոսյանին, Գագիկ Պետրոսյանից հօգուտ Սոֆիա Գալուստյանի այդ 6 միլիոն 80,000 դրամը բռնագանձելու պահանջով եւ դատարանը 2026 թվականի հունիսի 25-ին կայացված վճռով արդեն իսկ բավարարել է Էրիկ Եղինյանից կողմից ներկայացված փաստարկված քաղաքացիը եւ դատարանը վճռել է Գագիկ Պետրոսյանից հօգուտ Սոֆիա Գալուստյանի բռնագանձել ընդհանուր 6 միլիոն 80,000 ՀՀ դրամ։ Դատարանի այդ վճիռը արդեն իսկ հրապարակված է Datalytics կայքում եւ սույն գործի բոլոր մանրամասների մասին կարող եք տեղեկանալ Datalytics կայքի միջոցով։ Նշեմ նաև, որ Սոֆիա Գալուստյանի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն Սոֆիա Գալուստյանը դեռևս 2021 թվականին վաճառել է համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանած բնակարանը։ Սոֆիա Գալուստյանը դատարանին գրավոր հայտնել է, որ ըստ Սոֆիա Գալուստյանի խոսքերի 2025 եւ 2026 թվականների ընթացքում Սոֆիա Գալուստյանի կողմից Գագիկ Պետրոսյանին մաս տրամադրված այդ 6 միլիոն 80,000 դրամը գոյացել է Սոֆիա Գալուստյանին պատկանած բնակարանը 2021 թվականին վաճառելու արդյունքում ստացված գումարից։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Էրիկ Եղինյանից կողմից Գագիկ Պետրոսյանին դատի տալու համար Սոֆիա Գալուստյանը ինձ որևէ գումար չի վճարել եւ Էրիկ Եղինյանս Սոֆիա Գալուստյանից որևէ գումար չեն պահանջել։ Էրիկ Եղինյանս հանուն արդարության Սոֆիա Գալուստյանին օգնության ձեռք է մեկնել անշահախնդիր առանց որևէ ակնկալիքների։ Եթե Սոֆիա Գալուստյանը ցանկանա, ապա Սոֆիան նույնպես կարող է իր Facebook-յան էջով բարձրաձայնել Գագիկ Պետրոսյանի կողմից Սոֆիա Գալուստյանից խարդախության եղանակով 6 միլիոն 80,000 դրամ հափշտակելու մանրամասների մասին։ Հնարավոր է, որ բացի Սոֆիա Գալուստյանից չի բացառվում, որ Գագիկ Պետրոսյանի հանցավոր խարդախությունների արդյունքում տուժած լինեն այլ կենթանասերներ նույնպես, ուստի այն կենթանասերները կամ այն անձինք, ովքեր տուժել են Գագիկ Պետրոսյանի խարդախությունների արդյունքում, կարող են զանգահարել Էրիկ Եղինյանից կամ կարող եք դիմել իրավապահ մարմիններին։ Բացի Էրիկ Եղինյանից կողմից Գագիկ Պետրոսյանին քաղաքացիով դատի տալը, Էրիկ Եղինյանս Գագիկ Պետրոսյանի դեմ նաև հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ոստիկանությունում եւ Էրիկ Եղինյանից հաղորդման կապակցությամբ քննչական կոմիտեում Գագիկ Պետրոսյանի նկատմամբ խարդախության հանցակազմով արդեն իսկ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գագիկ Պետրոսյանի Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում երևում է, որ Գագիկ Պետրոսյանը հանդիսանում է ազգային անվտանգության ծառայության կողմից վերջերս վնասազերծված Գագիկ Ծառուկյանի կողմնակիցներից եւ Գագիկ Պետրոսյանը նախկինում մասնակցել է Գագիկ Ծառուկյանի քարոզարշավներին։ Ավելեմ նաև, որ Գագո Կոչեցյալը Էրիկ Եղինյանից դեմ բողոք է գրել ոստիկանությունում, որ իբր թե Սոֆիա Գալուստյանի շահերը պաշտպանելու համար Էրիկ Եղինյանից կողմից դատարաններ, բողոքներ եւ հայցեր ներկայացնելու համար Սոֆիա Գալուստյանը իր կողմից կազմակերպված դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարներից իբր թե գումար է վճարել Էրիկ Եղինյանից։ Էրիկ Եղինյանս հերքում եմ այդ հիմնազուրկ եւ չփաստարկված զազրախոսություններն ու զրպարտությունները եւ Էրիկ Եղինյանս հավաստիացնում եմ, որ իմ կողմից Գագիկ Պետրոսյանին եւ Կարինե Մարտիրոսյանին դատի տալու համար Սոֆիա Գալուստյանը ինձ որևէ գումար չի վճարել եւ Էրիկ Եղինյանս Սոֆիա Գալուստյանից որևէ գումար երբեք չեն պահանջել։ Ավելին, Էրիկ Եղինյանս հանուն արդարության Սոֆիա Գալուստյանին օգնության ձեռք է մեկնել անշահախնդիր առանց որևէ ակնկալիքների։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ երբ որ ինչ-որ մեկը թեկուզ օրինակի համար տաքսիստ Մուշեղը Սոֆիա Գալուստյանին ինչ-որ բանով օգնում է, Սոֆիա Գալուստյանը միշտ իր Facebook-յան էջով անձնավորված բարձրաձայնում է իրեն օգնության ձեռք մեկնած մարդկանց մասին, եւ Սոֆիա Գալուստյանը միշտ իր Facebook-յան էջով անձնավորված շնորհակալություն է հայտնում իրեն օգնության ձեռք մեկնած մարդկանց։ Ուստի Էրիկ Եղինյանից համար անհասկանալի է, թե Սոֆիա Գալուստյանը ինչ դրդապատճառներից ելնելով երբեք իր Facebook-յան էջով հրապարակայնորեն չի բարձրաձայնում, որ Սոֆիա Գալուստյանին առնչվող դատական գործերով միշտ Էրիկ Եղինյանս եմ Սոֆիա Գալուստյանին անշահախնդիր օգնում։ Ուստի հանուն արդարության եւ հանուն ճշմարտության Էրիկ Եղինյանս ակնկալում եմ, որ Սոֆիա Գալուստյանը իր Facebook-յան էջով հրապարակայնորեն կհայտարարի, որ Սոֆիա Գալուստյանի իրավունքները պաշտպանելու համար Էրիկ Եղինյանից կողմից Գագիկ Պետրոսյանի եւ Կարինե Մարտիրոսյանի դեմ դատարաններ, բազմաթիվ բողոքներ եւ հայցեր ներկայացնելու համար Սոֆիա Գալուստյանը Էրիկ Եղինյանից երբեք որևէ գումար չի վճարել եւ Էրիկ Եղինյանս Սոֆիա Գալուստյանից երբեք ոչ մի գումար չեն պահանջել։
Էրիկ Եղինյանս հանրային ձևով հավաստիացնում են, որ Էրիկ Եղինյանս ոչ մի առնչություն չունեմ Սոֆիա Գալուստյանի կողմից կազմակերպվող դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների տնօրինման եւ Սոֆիա Գալուստյանի գործունեության հետ։ Քանի որ այս առնչությամբ Սոֆիա Գալուստյանը իր Facebook-յան էջով երբեք հանդես չի գալիս հրապարակային պարզաբանմամբ, ուստի թյուրընկալումներից եւ թյուրըմբռնումներից զերծ մնալու նկատառումներից ելնելով, Էրիկ Եղինյանս նպատակահարմար եմ գտնում հանրային ձևով հավաստիացնել, որ Սոֆիա Գալուստյանի կողմից կազմակերպվող դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարներից Էրիկ Եղինյանս ոչ մի մասնաբաժին չունեմ եւ Էրիկ Եղինյանս երբեք Սոֆիա Գալուստյանից չեմ պահանջել այդ դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարներից գումար վճարել ինձ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Սոֆիա Գալուստյանին առնչվող ներկայումս Մասիսի դատանում քննվող միանգամից 3 գործերի վերաբերյալ Կարինե Մարտիրոսյանի դեմ բողոքները նույնպես դատան են ներկայացվել Էրիկ Եղինյանից կողմից Սոֆիա Գալուստյանի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով։ Մասնավորապես Կարինե Մարտիրոսյանի կողմից Սոֆիա Գալուստյանի նկատմամբ գործադրված բռնությունների եւ Կարինե Մարտիրոսյանի կողմից Սոֆիա Գալուստյանի գույքը վնասելու վերաբերյալ Էրիկ Եղինյանս Կարինե Մարտիրոսյանի դեմ քրեական հայց եմ ներկայացրել Մասիսի դատարան։ Կարինե Մարտիրոսյանի կողմից Սոֆիա Գալուստյանի հասցեին հրապարակայնորեն զրպարտություններ տարածելու համար Էրիկ Եղինյանս Սոֆիա Գալուստյանի խնդրանքով քաղաքայցով դատի եմ տվել Կարինե Մարտիրոսյանին, Կարինե Մարտիրոսյանից հօգուտ Սոֆիա Գալուստյանի 500,000 դրամ բռնագանձելու պահանջով եւ այս գործի մանրամասների մասին նույնպես կարող եք տեղեկանալ Datalyx կայքի միջոցով։ Ամփոփելով իմ դիտարկումները հավելեմ նաև, որ Էրիկ Եղինյանս փաստաբան չեմ հանդիսանում, պարզապես Էրիկ Եղինյանս ուսումնասիրել է օրենսդրությունը եւ տիրապետում է օրենքներին։ Էրիկ Եղինյանս գումարի դիմաց վճարովի իրավաբանական ծառայություններ չեմ մատուցում, սա իգիտություն որոշ մարդկանց։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Վերջում ցանկանում եմ իրազեկել, թե ինչպես պետք է օգտվեք Datalyx կայքից, ուրեմն մուտք եք գործում datalyx.am կայքը, ընտրում եք քաղաքացիական գործեր բաժինը, հայցվորի հատվածում պարտադիր հայերեն տառերով հավաքում եք Սոֆիա Գալուստյանի անուն ազգանուն, այսինքն անունի հատվածում հայերեն տառերով հավաքում եք Սոֆիա, ազգանունի հատվածում հայերեն տառերով հավաքում եք Գալուստյան եւ սեղմում եք որոնել։ Դրանից հետո կբերի ինչ-որ վանդակ, անգլերեն տառեր գրված 5 հատ, այդ վանդակում հավաքում եք այդ անգլերեն տառերը եւ սեղմում եք ներքևի հատվածում արկա որոնել բառին, որից հետո արդեն կբերի Սոֆիա Գալուստյանին առնչվող բոլոր դատական գործերը։ Սա փոքրիկ իրազեկում էր բոլոր նրանց համար, ովքեր որ իրավաբան չեն եւ չգիտեն Datalyx կայքից օգտվելու կարգը։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։